Արգելի պարոն փոխնախագահ, թույլ տվեք ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետություն և Միացյալ Նահանգները Հայաստանի անկախությունից ի վեր դինամիկ աճ են արձանագրել։ Մենք գնահատում ենք այն ամբողջ աջակցությունը, որ Միացյալ Նահանգները ցուցաբերել են Հայաստանի Հանրապետությանը։ Պետականության կայացման ողջ ընթացքում։ Այժմ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի մեր հայրենակիցները դարձյալ Միացյալ Նահանգների աջակցության կարիքն ունեն։ Այսօր Բաքվի զնդաններում են պահվում առնվազն 19 հայեր, ներառյալ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ադրբեջանը շինծու անտրամաբանական մեղադրանքներ է ներկայացրել, որը ծաղր է ոչ միայն մեր հայրենակիցների նկատմամբ, ոչ միայն մեր նկատմամբ, այլև ամբողջ միջազգային հանրության նկատմամբ։ Լեռնային Ղարաբաղի կարգավորման քաղաքական բանակցությունների ողջ ընթացքում Մինսկի խմբի համանախագահները, ներառյալ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները բազմաթիվ անգամներ այցելել են Արցախ, հանդիպել են Արցախի ղեկավարության հետ։ Արդյոք Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հանդիպել են ահաբեկիչների հետ, մարդասպանների հետ, ցեղասպանություն գործողների հետ, հանցագործների հետ։ Իհարկե ոչ։ Այդ մարդիկ ներկայացրել են Արցախի ժողովրդին, օրինական ընտրված ներկայացուցիչներ են եղել, որոնց իրավազորությունը, լիազորությունները ճանաչվել են միջազգային հանրության կողմից։ Այսօր խնդրում ենք ձեզ, ձեր ամբողջ հեղինակությունը բանեցնել և ապահովել, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան, միավորվեն իրենց ընտանիքների հետ։ Մենք հասկանում ենք պատժամիջոցները, որոնց բացի այդ, պարոն փոխնախագահ, Ադրբեջանը սիստեմատիկ կերպով ոչնչացնում է Արցախի ողջ պատմամշակութային ժառանգությունը, քրիստոնեական մշակութային ժառանգությունը, որը ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի մաս է կազմում, որպես քրիստոնեական արժեքներ դավանող անձ, կոչ ենք անում ձեզ, սանձել Ադրբեջանի բարբարոսությունը, սանձել այն վայրագությունները, որ նրանք իրականացնում են մեր վանքերի դեմ։ Վերջը ակնհայտ է, որ սրանով ադրբեջանցիները ուզում են ջնջել Արցախում հայկական հետքը, որ ինչ-որ մի պահի ասեն այստեղ հայ չի եղել։ Խնդրում ենք ձեզ կանխել այդ վայրագությունները, պահանջել, որ Արցախում գտնվող քրիստոնեական, հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության կոթողները պահպանվեն։ Եվ ևս մեկ հարց։ Մենք հասկանում ենք, որ տարածաշրջանում բոլոր կապուղիները պետք է ապաշրջափակվեն։ Ադրբեջանը փոխադարձության սկզբունքի համաձայն Հայաստանի Հանրապետությանը նույնպես պարտավոր է անխոչնդոտ անցման իրավունք տրամադրել։ Նույն պայմաններով, ինչ որ Հայաստանն է տրամադրում, այլապես ուր կորավ փոխադարձության սկզբունքը։ Այս հարցը պետք է արմատապես լուծվի։ Բաքուն պետք է պարտավորություն ստանձնի, Բաքուն և նրանց հովանավորող Անկարան պետք է պարտավորություն ստանձնեն, ապահովեն Հայաստանի ապաշրջափակումը։ Այլապես, պարոն փոխնախագահ, ինչպես կարող ենք մենք խոսել հարատև խաղաղության մասին,
Եթե հայերը պահվում են ադրբեջանական զնդաններում, եթե Արցախի պատմամշակութային հուշարձանները ոչնչացվում են, եւ եթե Ադրբեջանը անխոչնդոտ անցման դիմաց ընդամենը սահմանափակ տարանցման իրավունք է տալիս Հայաստանին, մենք համոզված ենք, որ Միացյալ Նահանգները իրոք շահագրգռված են տարածաշրջանում կայուն եւ արդար խաղաղություն հաստատելու հարցում։ Ուստի եւս մի անգամ հորդորում եմ ձեզ ձեր ամբողջ հեղինակությունը բանեցնել, որպեսզի Ադրբեջանը ազատի մեր հայրենակիցներին, դադարեցնի բարբարոսությունը եւ գործում պարտավորություն ստանձնի ապա շրջափակելու Հայաստանը։ Շնորհակալություն։